Ես եմ պատրաժանդական հաշվիարելով առաջինը Աղգեն Սարավյանի վերաբերյալ նախ հարգելի դատախազի խախուստի ինքի է պատասխան խախուստի ռիսկի։ Տեսեք, խոսքի սկզբում տեղում նավարում նախնականության ընթացքում գրված կալանքի դատական ակտին, բայց նորից վասկացում է խախուստի հարց։ Մինչդեռ հենց այդ դատական ակտով խախուստը իրատեսական չի համարվել խախուստի հարցը իրքել է։ Հիմա հաջորդ հիմա տեսեք, խոսում ենք արդարացված նախորդ գործի մասին, արդարացվել են երկու մեղադրյալներ։ Եվ մեղադրողը իր խոսքում ասում է, որ նախկինում խափանման միջոցը կիրառված է, հենց հանեցին, նորից կատարեց, բայց մի կարևոր բան է կողան։ Մենք ամենասկզբից պնդել են, մենք գործով ենք պնդում, որ այս առարկներում հանցագազն չկա, այն ժամանակ էլ են։ Եվ մեր ասածը հաստատվեց առաջին դատարանի ձեր շենքում դատավորի կողմից։ Եվ դրա ուժով էլ վերացավ վարչական իշխանություն խափանման միջոցը։ Բայց մի շատ կարևոր բան, որ մեր պնդումը առնվազն այս փուլում, որ չկա թե հանցագազն, ավելի առնվացավ, ավելի ուժեղացավ, որովհետև մի քայլ ավելի լավ, այսինքն դատարանը մեկ անգամ դերևս ուժի մեջ չմտած դատական ակտով, բայց հաստատեց մեր պնդումը, որ հանցագազն չկա։ Դրանից հետո հիմա ասում ենք, երբ որ խափանման միջոցը վերացավ, Վազգեն Սարավյանը էլի արեց նույն բանը։ Նույն բանն թե չէ, այնքան էլ այդպես չի, բայց եթե այն ժամանակ էինք պնդում, որ նախորդում չկար որևէ հանցագազն, ու առավել ևս, մի քանի անգամ ավելի էինք պնդում, որ չկա, հաշվի ենք առնում նաև արտադրության դատական ակտը։ Հետևաբար մի կողմից մեղադրողը պնդում է, որ նախորդ գործով վարչական հսկողություն կիրառված խափանման միջոցը ամբողջությամբ իզոլու է եղել, զսպել է եւ միայն դա վերացնելուց հետո է այդպիսի մի արարք կատարել։ Մյուս կողմից էլ ասում են, որ բայց հիմա այդպես չի լինում։ Ընդհանուր իսկ հիշեցնեմ, ակտիվ մեղադրում, որ այդ նույն նախադասությունները մի տարբերությամբ, ասում են նաև նախորդ դատականստին։ Մի անգամ բերեցին, միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի փոխեն խափանման միջոցը, ասում են, այ տեսեք, քանի որ դեպքերը շատ են, էլի կանեն այս կողմերում, բայց մենք տեսանք, որ չի անում, համոզվեցինք, որ չի անում, համոզվեցինք, որ այդ խափանման միջոցի պայմաններում, այդ խափանման միջոցը ամբողջությամբ իզոլու էր զսպել բոլոր են հնարավոր ռիսկերը, որոնք տեսել էր դատարանը։ Իսկ ակնհայտ հաստատված, արձանագրված բան հանգամանք ունենք, որ եղել է այսպես խափանման միջոց, ամբողջությամբ գործել է և այդ բոլոր ռիսկերը, որ հիմա ներկայացում է, նրանք իսպար հասակայել են, չի արել նման գործողություն։ Հիմա տեսեք, վտայի վրա ազդեցություն, դե այն մնացած մասով արձանագրության վրա չեն կարծում, թե որևէ երբ հնարավոր կլինի ազդել, սկզբնախումների մասով գիտեք ինչ, դրա համար վիճական գործողությունները պետք է ճիշտ կատարել, եթե մտավախություն կա, որ կարող է սկզբնախումները վերացնել, իրանը վիճական գործողությունների կատարման ճիշտ է, որի մասին հետագայում ես խոսեմ, եթե դրան ճիշտ են կատարվել, ապա ամբողջությամբ այդ ռիսկը վերանում սկզբնախումների, որտեղ վիճական գործողությունը, եթե տեսաձայնագրությամբ կարող որը որ իրական դատարության որից ինքնանախատեսում ապա նորից գոյություն չունի։ Հետևաբար եթե օրինակ անարվել նախաքննությունը, այդպես ևս գոյություն չունի, որովհետև դրանք գրավել ապացույցների շարքում են, որոնց վրա ազդեցություն չկա։ Հիմա ասում են վկայի վրա ազդեցություն, ախր ինչ ազդեցություն վկայի վրա։ Այդ վկան ինչ ասել, որի վրա է պետք է անհրաժեշտություն ազդելու։ Խոստումը չբացահայտելու, այդ վկան ասում են չի չկացել։ Չէ, շարունակելով, իհարկե համաձայն եմ, որ կարող են ազդեցություն բացահայտել հատկապես այս փուլում, բայց վկան ասում են չեմ եք տեսել այդ հաղորդումը։ Այսինքն ինչ պիտի անենք, պիտի ասենք չի արիասը տեսել ես։ Վկայի վրա ինչ ազդեցության մասին է խոսել։ Նախորդ այս նույն մեղադրանքով, նույն դատախազ էլի ասում են, այնտեղ էլ երկու վկա է։ Ասում են վկայի վրա ազդեցություն ունենա, դատարանը բաց թողեց, բանակը փոխեց, որևէ ազդեցություն չեղավ այդ վկաների վրա։ Որևէ բան չարձանագրվեց։ Այսինքն ամբողջությամբ գործեց վարչական հսկողություն։ Հիմա տեսեք, մի բան է փոխել ըստ էության։ Ընդհանուր պատմությունը հիմա գտնվում այս ոնց որ չգիտեմ, ոնց որ նորից վերադարձած են, դրանից ամփոփվել դատարանի։ Նախորդ դատավորին մենք գիտենք, պաստաբանական համայնքում մի քանի տարի շարունակ ամենաօբյեկտիվ դատավորն ճանաչվել,
Եվ մի բան կարող փոխվել, օրինակ, կարող է այս նոր գործով, որպեսզի մտածենք, թե նախորդ այդ համեմատ, ասենք, օրինակ, այդ ինչի ինձ հարազատություն գործադրի եւ իրարի կամ խախտի, դե կարանի քաղաքական պատվեր ունենա, այս գործով կարանի քաղաքական պատվեր, այնպիսի դատավորում է դա, որը ինքն մտածի, թե որ այս դատավորին են տվել, հաստատ այս դատավորը կդատի, բայց պատասխանը դա։ Ես իմ պաշտոնյանին, երբ որ ձեզ մակագրեց, ասում եմ, որ դուք ոչ պակաս օբյեկտիվ դատավոր եք, հետևաբար չկա այդպիսի մտավախություն, բայց անգամ եթե դիտի այդպիսի մտավախություն, իմ պաշտոնյանին գիտի, որ ես բազմաթիվ դատական գործերում մեջտեղ աշխատել եմ եւ գիտեմ ձեր օբյեկտիվությունը։ Հետևաբար գտնում եմ, որ այս պայմաններում, հատկապես որ ունենք այդ ամբողջական այս անցած այս գործը, տեսել ենք, որ խախտման միջոց վարչական հսկողությունը ամբողջությամբ իզոլու է եւ ավելին ասեմ, մեղադրյալները իրանք են ասում, շատ պարզ։ Անհավատանը գիտի, ասում եք, հիմա եթե դատարանն ասում է, ես չանեք, որտեղ ես էլ պետք է որոշեմ սա հանցագործություն է, չէ, դե ո՞ս անել, չէ, չէին անում։ Հետո դատարանը որոշեց, որ հանցագործություն չի, խախտման միջոցով վերացավ, հիմա ասում են ինչ-որ արտահայտություն, օրինակ ինչ ասում է, հետույք բառնարարություն, հետույք բառնարարություն, քերական դետալներում են հա։ Կամ չգիտեմ, ինքան շատ այլ բառ։ Ու շատ ավելի կարևոր հանգամանքներ կա, որ հիմա իմաստունյան դրացան, այս մասնավորապես որ դոսիերին պատասխան ա եղել այն արտահայտությունները, որոնք մեր ադրեսում դրվել է, որի մասին մենք դեպ ասել ենք, որի մասին ես դատախազի միջնորդներ եմ ասել եմ, դա եթե հետագայում ստուր ասել եմ։ Պատվաժան դատարան միջնորդում եմ կամ պահանջում եմ մերժել միջնորդությունը մեղադրողին, միաժամանակ միջնորդում եմ ազատ արձակել պաշտպանյանից եւ քանի որ մենք այդ գործում ենք արդեն տեսել ենք, որ ասենց ասեմ, անգամ չլիներ այդ վարչականությունը, եթե ասում էր, որ դա չլինի, որտեղ դրանք չենք որոշել այս արտահայտությունները, այս գործողությունները հանցագործություն են թե չէ, տղաները շատ հասկանում են, ասում են շատ լավ, այսինքն չեն դեր վարչականությունը մեկա չի գնա։ Բայց այնուամենայնիվ, եթե ռիսկը կա դատարանում այդ մտահոգությունը կա, որ կարող է լինել այդպիսի բան, ու կարող է ընդհանրենք կելիքություն բանի, ապա կիրավեք վարչական հսկողությունը, որ գործում ունենք, որը շատ լավ աշխատել է, ոնց ուղղակիացում աղանդերային շատ աշխատել, իսկ ամեն դեպքում, եթե գտնի դատարանը, որ դեր սպարիչ չի ամբողջական, չի զորու, չի զսպելու, ապա այն ապրանք ենք, որը վեր այս պատանմանի։ Այսքան շնորհակալություն։